Չեմ կարծում, որ ծառայության մեջ հնարավոր է շարժվել առանց խոչընդոտների։ Կոտրված վիճակի մեջ միտք եկել է, որ ինչի սա պետք է, ես ինչի հետևից եմ։ Իհարկե, սա հանուն ինչի։ Ինչի ես ուրիշների նման նորմալ բաներով չեմ զբաղվում։ Էսի էլա զոհաբերություն, երբ որ մարդը իր հանգիստն է կորցնում։ Լավագույնը ներդնում ես այդտեղ, միտեղ, որտեղ այո, դու չհասկացված կարող ես լինել։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մեր եթերում հարցեր քրիստոնեական հաղորդաշարն է, այսօրվա իմ հյուրն է Մարինե Ստեփանյանը, Գլոբալ համալսարանի հայաստանյան մասնաճյուղի ռեկտորը։ Այսօրվա մեր թեման է ծառայողի զոհաբերությունների մասին, փորձենք խոսել, բացել այս թեման, կուզենայի իմ առաջին հարցը հղեի հետևյալ ձևով. Ինչպես սկսեցիր ծառայել եկեղեցում։ Շատ հետաքրքիր հարց է։ Նախ բարև ձեզ բոլորիդ։ Նորից շատ հաճելի է, որ նորից գալիս եմ ձեր հետ հանդիպում եմ եւ մասնակցում եմ այս հարցաշարերին։ Իհարկե սիրով, շատ սիրով փորձեմ պատասխանել հարցին։ Ինչպես սկսեցի ծառայել։ Շատ արագ, շատ արագ իրականում երբ որ անկեղծ ասած չեմ էլ հասկացել ոնց եմ արդեն մտել ծառայության մեջ, որովհետև ես նոր էի եկեղեցի գալիս եւ շատ արագ մասնակցությունս ունեցա եւ այդ ընթացքում հասցրեցի հանդիպել Աստծուն, ավելի մտերմանալ հետը եւ այդ սիրո հետևանքով, որովհետեւ զգացի պատասխանատվության զգացում, երբ որ առաջարկվեց, ես մտածեցի ոնց տենց Աստծուն, որը սիրում է քեզ, որը դռներ բացեց եւ այդ սիրո հետևանքի շնորհիվ ես ստանձնեցի ծառայությունները, որի ընթացքում փորձեցի հնարավորինս լավ անեմ ու պատասխանատվության զգացումով, որովհետև մտածում էի դա Աստծո համար է եւ պետք է անեմ։ Նույնիսկ չէի պատկերացնում, որ դա կոչվում է իրականում ծառայություն։ Հա, այսինքն Աստծո սերը եղավ խթանում, որ դու սկսեցիր ծառայել։ Այո, պատասխան իր սիրուն։ Հա։ Ես փորձեցի այդ ձևով պատասխանեմ այդ սիրուն իմ գործով, որովհետև ես էլ ինչ ձև պետք է ասեի իրան, դա եղավ։ Հիմա ասենց շատ լավ ներկայացրեցինք քեզ, ասեմ որպես ռեկտոր, մեր դիտողը չմտածի հենց ռեկտորից սկսել ես դու, բայց այ կուզենայի հարցնել, քո հիշում ես այն առաջի ծառայությունը ինչ ես արել։ Առաջի ծառայությունը եղել է թարգմանություն, փոքր թարգմանություն բեմից։ Շատ անհաջող թարգմանություն, որից հետո այո, շատ անհաջող եւ երբեք չեմ կարող դա մոռանալ։ Հուզմունքս այնպիսի էր, որ ես նույնիսկ չեմ պատկերացրել, պատմությունը շատ ծիծաղելի է եւ շատ հետաքրքիր։ Երբ որ հյուրեր ունեցանք, Ամերիկայից էին եւ ես քանի որ անգլերեն գիտեի, իմ կարծիքով որ այդ ժամանակ լավ գիտեի, առաջարկեցին որ ես թարգմանեմ։ Շատ փոքր ողջունի խոսք էր, թե մի քիչ էր վկայություն էր իրենց կյանքից եւ երբ որ բեմի վրա էի, սկսեցի թարգմանել, ես չգիտեմ ինչ կատարվեց, բայց ոչ մի բան չեմ կարող այդպես թարգմանեմ, ոչ մի բան։ Ինձ թվում էր, այս ինչ լեզու է, այս անգլերեն չի։ Չեմ էլ հասկանում, այդքան որ սովորել եմ։ Մի խոսքով մի ձև գլորեցի եւ ինչն էր, դա ասենք պատասխանատվության զգացմունքից այդ շփոթմունք էր, թե ուղղակի մի անգամից այդքան մարդկանց առաջ հնարավոր է, ես չեմ կարող հիմա ասել, հնարավոր է որ դա ինձ համար
առաջի հանդիպումներ ամերիկացիների հետ եւ լեզուն մի քիչ տարբեր էր։ Հնարավոր է հուզմունքը, որ ես այդ Աստծո բեմի վրա կանգնած եմ, Հա, պատասխանատվություն։ այդ պատասխանատվության զգացումը, որ ես հանկարծ ոնց ես կանգնած եմ ու Աստծո բեմում եւ մի բան պետքա մի խոսքով այդ ամեն ինչը խառնվել էր իրար եւ ես ոչ լսում էի, ոչ կարում էի, ոչ բան, ինչ որ մի երկու բառ ասացի եւ շատ անհաջող իջա, որից հետո, այո, որից հետո իհարկե շատ ժպիտով իջա, որովհետև ուրիշ ելք չկար։ Հնարավոր չէր անել։ Ինչ որ ձև մեկ այլ հյուր կար, փորձեց վերջացնել վերջին նախադասությունը, որը տենց էլ չէի կարող վերջին նախադասությունը ասեի։ Իհարկե գիտեի, հասկանում էի այդ լեզուն, բայց այդ պահին տենց էր։ Հա, պետք է այդ անհաջողությունը լիներ։ Ես հիմա, երբ որ հետ եմ նայում, որովհետև ամեն ինչ սկսեց այդ անհաջողությունից։ Հա։ Ամեն ինչ սկսեց, ամբողջ ճանապարհը սկսեց այդ անհաջողությունից։ Եվ հետո իհարկե հովիվը շատ քաջալերեց ինձ, որ լավագույն հաջողությունները սկսում են անհաջողություններից, եթե դու ճիշտ դիրքում ես լինում, եթե դու ճիշտ որոշում ես կայացնում։ Եվ դա ես ընդունեցի։ Սկսվեց։ Եվ ամեն ինչ սկսեց։ Իհարկե ես չէի պատրաստվում հրաժարվեի, նույնիսկ դա անհաջող էր, փաստ էր, բայց ես չէի պատրաստվում հրաժարվեի, որ չանեի։ Եվ այդպես։ Հետաքրքիր է օրինակ անհաջողությունը իր հերթին, բայց այդ առաջին քայլերի մեջ հնարավոր է եղել են լուրջ խնդիրներ, որոնց դու սարարես հանդիպել ես։ Որպես ծառայող։ Հա, արդեն որպես ծառայող, կուզենայի իմանայի ինչ լուրջ խնդիրների առաջ ես կանգնել, ինչ խոչընդոտներ ա եղել, որ պետք է հաղթահարել։ Իհարկե ես գիտեմ, որ ցանկացած խոչընդոտ դա զոհաբերություններ ու պայքարներ ա պետք, որպեսզի անցնես այդ խոչընդոտները, այս կուզենայի մի փոքր այդ սկզբնական այսօրվա մեզ դիտող նոր ծառայողներին, նորահավատներին քաջալերելու համար մի քիչ պատմես։ Այո, իհարկե եղել են։ Առանց դրա ես չեմ կարծում, որ ծառայության մեջ հնարավոր է շարժվել առանց խոչընդոտների։ Հատկապես, երբ որ դու սկսնակ ծառայող ես, որովհետև դու փորձ չունես, որովհետև կա այդ վախը, որ չստացվելու։ Այո, ես էլ եմ ունեցել, հատկապես նաև դրան միանում էր հասարակության մեջ չհասկացված լինելու փաստը։ Եվ այդ բոլորը անընդհատ պտտվում էր։ Բայց ես մի որոշում ունեի իմ ներսում, որ ես իրա համար եմ անում, ես ընտրել եմ, որ իմ սերը պետք է արտահայտեմ այս ձևով, դա իմ ընտրությունն էր, եւ ես գիտեի, որ նման քայլերը հեշտ չեն լինում, եւ հետո ինչ, ես այդ բանն եմ, ոչինչ, ես պետք է այնքան անեմ, որ լավը լինի, լավագույնը լինի, որովհետև սա իրա համար է։ Ես ընտրությունս արեցի նա, որ ես մարդու համար չեմ անելու։ Ես իմ կենտրոնացումը դնելու եմ ոչ թե ինչ կասի մարդը, ոչ թե կհավանի մարդը, թե չի հավանի, ես անելու եմ Աստծո համար։ Եթե այս ծառայությունը ստանձնված է, որ ես անեմ, ես էլ վերցնում եմ դա, որ անեմ, ես պետք է անեմ դա իմանալով, որ սա անում եմ Աստծո համար, ոչ թե որ մարդու համար, մարդը վերջում ինձ կասի ապրես, լավ էր։ Իհարկե, գովասանքը մարդուց։ Այո, իհարկե դա մի քիչ քաջալերում է, որ դու գնահատված ես քեզ զգում, դա փաստ է, բայց իրականում իմ ուղղությունը եղել է ուրիշ կողմով։ Այսինքն մոտիվը։ Այո, մոտիվը ինչ է եղել։ Այո, ես նախընտրել եմ, որ
սա իր համար է։ Հիմա հասկանում են, ընդունում են, գնահատեցին, չգնահատեցին, դա արդեն կարևոր չէր։ Ու ես մտածում եի, չեմ կարա կիսատ թողեմ։ Ոնց կիսատ թողես։ Իսկ այ եղել է մարդկանց կողմից խոչընդոտ։ Այո, Շրջապատի, ընկերների։ Այո, շատ է եղել։ Շատ ասել են ինչով ես զբաղված, բանում գործը թողել ես։ Հա, ցավալի է, բայց այո, շատ են եղել տենց դեպքեր, որ չեմ կարող ասել, որ այդ արտահայտություններն են եղել, օրինակ, ինչով է զբաղված, բան, չէ, որովհետև իրականում Աստված շատ գեղեցիկ ձևով ճանապարհը իմ ծառայության, իմ մասնագիտության, իմ աշխատանքի, իրար հետ այնց սիրուն դասավորեց իմ կյանքում, իմ չմտածված, ես չեմ մտածել իրար հետ միահյուսված իրար հետ որ կապ ունեցող լինի, որ ինձ այդպիսի հարցեր չեն տվել, բայց իհարկե խանգարել են, իհարկե խոչընդոտել են, իհարկե հասարակության որոշ կարծիքներ կամ դժգոհություններ, որ դե չէ դու մեկը չես կարում, իհարկե եղել են, բայց ոչինչ որ չէի կարում։ Թևաթափ են անում։ Այո, եղել են, որ բայց ինչի օրինակ դու չես կարող, կան ավելի լավ ծառայողներ, կան ավելի ինչն է օգնել որ մնաս քո որոշման մեջ։ Որովհետև ես չէի ուզում ինչ որ մի բան որ հանձնարարվել է ինձ, կիսատ թողեի։ Իհարկե ես կթողեի, եթե ասեն լավ, վերջ, սա արդեն ուրիշը կա, դա շատ նորմալ է, եթե քեզ մոտենան, ասեն, որ արդեն քո ժամանակը պետք է ուրիշը անի, նորմալ է։ Բայց քանի որ դա ինձ էր հանձնարարված, եւ ու չկար երևի մեկ ուրիշը որ աներ, հա։ Ես չեմ կարող ասել, կարծում եմ կային, չեմ կարա, այդ պահի դրությամբ ինձ էր տրված դա։ Եվ ես մտածում էի օրինակ ոնց չանեմ։ Բայց լինում էր, որ այնքան շատ էր այդ խոչընդոտները, որ ես ասում էի, իսկ կլինի մեկ ուրիշը անի, կա տենց ինչ որ մեկը, որ ես ուղղակի ավելի լավ է թողեմ ուրիշ մեկը անի։ Իսկ եկել է ասենց միտք, որ այդ բան եղած այդ վիճակի մեջ են կծկված են կոտրված վիճակի մեջ միտք եկել է որ ինչի սա պետք է, ես ինչի հետևից եմ։ Իհարկե, շատ է եղել, որ ես մտածել եմ, որ միգուցե ես սկսեմ զբաղվել այն բանով, որ իրականում պետք է։ Չէ, դա ինչի մտա սրա մեջ։ Նորից այդ միտքն էր գալիս, բայց որն էր իմ որոշումը, ում համար եմ անում սա։ Բայց եղել են նաև այդ մտքերը, որ ինչի եմ անում։ Սա հանուն ինչի։ Ինչի ես ուրիշների նման նորմալ բաներով չեմ զբաղվում։ Բոլորը նորմալ կյանք ունեն։ Բոլորը նորմալ կյանք ունեն։ Այո, իհարկե, դա անխուսափելի է։ Բայց կարելի է ասել Մարինե ջան, որ էսի էլա զոհաբերություն, երբ որ մարդը իր հանգիստն է կորցնում, իր ոնց ասեմ, մտնում է պայքարների մեջ ու եթե ասենք աշխարհում հարցնես, ասես աշխարհից հայացքով նայելով կասես փուչ տեղը ինչի է տանջվում։ Դուրս, բայց իրոք էսի զոհաբերությունը որ մարդը այդ պահին չես հասկանում, որ սա զոհաբերություն է, բայց հենց դա է զոհաբերությունը, որ դու ամբողջությամբ քո ժամանակը, քո լավագույնը ներդնում ես այդտեղ, միտեղ, որտեղ այո, դու չհասկացված կարող ես լինել, կարող ես հասկացված լինել, բայց դա արդեն էական չի, որովհետև դու ընտրում ես դա, ընտրում ես վերջացնել, չվերջացնել, բայց շարունակել այնքան, ինչքան քեզ տրված է այդ հատվածը, չթողնել կիսատ, եթե կիսատ է մնում, միայն այն դեպքում, երբ որ ասում են, լավ, հիմա արդեն մեկ ուրիշը թող շարունակի, որը դա էլ է շատ նորմալ։
ուղղակի այդ ճանապարհների ժամանակ ես ամեն անգամ ինձ հիշացրել եմ այդ նախադասությունը, իսկ դու ում համար ես անում։ Սա ում համար է։ Դա է եղել Սա շարժող ում է պետք։ ուժը։ Այո, ես միշտ ինքս ինձ այդ ժամանակներում հարցրել եմ, ում համար ես դու անում։ Այսքան էր քո սերը։ Հա։ Սա էր սերը։ Ես ինքս ինձ միշտ այդ հարցը տվել եմ։ Բա ո՞նց ես արտահայտում սերդ։ Ասելով։ Ասա։ Էլ ինչ։ Երազանքներ ունենում են բոլորը։ Մանավանդ մանկությունից եկած երազանքներ։ Հայ եղել է երազանք, որ մինչև Աստծուն հանդիպելը դու ունեցել ես, կամ նույնիսկ այդ նորահավատ ժամանակա ունեցել ես երազանքներ քո կյանքի հետ կապած, բայց իջիկ են դարել Աստծո արքայության համար։ Երազանքներ, այո, շատ եմ ունեցել։ Երազանքներ ունեցել եմ նույնիսկ այդ ընթացքում, երբ որ բայց ինչ որ ես երազել եմ, ինչ որ այդ ճանապարհի ընթացքում երազում եմ, ոչինչ չի եղել իմ ուզածով, բայց շատ հետաքրքիր ձևով Աստված կարողացել է այնպես դասավորի իմ կյանքի ընթացքը, իմ ծառայության ընթացքը, որ ինչ որ երանգներում ես տեսնում եմ նաև, որ այդ երազանքների մասնիկներ կան։ Հա։ Ավելի ինքը գեղեցկացրել է, իրականացված։ այո, իր կամքի համաձայն ավելին է արել, քան օրինակ ես երազում էի։ Հա։ Հիմա իհարկե հիմա որ մեկ հետ եմ, հիմա չեմ երազում։ Հա։ Չեմ երազում, որովհետև հիմա ես ամբողջությամբ ասում եմ դու ինչ ես անում, հետո ինչ ես անում։ Դե մտածում եմ, որ հիմա եկել եմ հասել եմ մի ինչ որ մի հատվածի, որ ինչ որ երազել եմ, այո, չի եղել, բայց եղել է ավելի լավ բաներ։ Ավելի հետաքրքիր ձևի ուղին գնացել է։ Ու երանգներ կա բոլոր իրավիճակներում, որ ինչ որ ես երազել եմ, ինչ որ մասնիկներ վերցրած ու միացրած։ Այն ինչ որ ինքը անում։ Ամենայն դեպս Աստված քեզ տվել է ապրել այդ երազանքի պտուղները, այդ քաղցրությունը։ Հա, անպայման։ Այդ երանգները, այդ կարևորները հիմա մտածում եմ, որ կարևոր է, որովհետև ինքը արել է ի վերջո, իր ձևով արել է։ Իսկ այն որ բաներ չի արել։ Որտե չի արել, չի ուզել, այն ավելին է արել, իր ձևով է արել, ավելի սիրուն է արել։ Ավելի լավն է, ավելի պետքականն է արել։ Ավելի կայունն է արել։ Եղել է ծառայություն, ինչ որ մի ծառայություն կամ ծառայություններ, որ դու ավելի կցանկանայիր անել, բայց Աստված քեզ այլ ծառայության ա ուղղել։ Հա, սկզբից էլ եղել է։ Ես չեմ մտածել կոնկրետ ինչ ծառայություն, բայց ես միշտ մտածել եմ, բայց ինչի է էս։ Հա։ Ես չգիտեմ կոնկրետ, չեմ կարող հիմա ասեմ ինչ կուզենայի, բայց հաստատ էս մեկը չի ուզում։ Հա։ Բայց ինքը ուղղորդեց հենց դրա մեջ։ Հա։ Իսկ հիմա շատ եմ սիրում։ Իսկ հիմա ես մտածում եմ, որ սա էր իմս։ Սա հենց այն է, ինչ որ պետք է։ Կարելի է ասել, որ այդ քո ուզելուց հրաժարվելը, քո ուզելը իր կամքին ենթարկացնելն էլ զոհաբերություն է։ Անպայման։ Անպայման։ Որովհետև այդ դեպքում տեսեք, ես կընտրեի այն ինչ որ ես ուզում եմ, իհարկե կարող էի անել այն ինչ որ ես ուզում էի։ Բայց ես ասում էի, դե լավ, որ հիմա այս պահին սա եմ անում, փորձեմ լավագույնը անեմ, հետո նրանով կզբաղվեմ։ Եվ այնքան էր գնում դա, որ ես արդեն չէի հիշում, որ ես ուրիշ բան էի ուզում կամ ուրիշ
ուրիշ մի բան էլ պետք է անեի, Ինչի որովհետև համար արդեն սրա մեջ էի։ ինչի համար եմ ես հարցը տալի, որտեվ ասենք շատ մարդիկ փորձում են իրենց ցանկությունը ներկայացնել որպես Աստծո կամք։ Ներդրենք մեկը շատ սիրում է նկարել։ Ես ուղղակի օրինակ եմ բերում։ Ու ինքը սկսում է, քանի որ սիրում է այդ դրանով զբաղվելը, որը եկեղեցում այնքան էլ կարիք չկա, նկարիչների կարիք այնքան էլ չունենք, բայց մարդը, քանի որ իր ձեռքից գալիս է, ստացվում է եւ այլն, ներկայացնում է որպես, բայց իր ցանկությունն է ներկայացնում։ Ու չի հարցնում, իսկ դու ինչ ես ուզում։ Այստեղ ես իմ կյանքում ասենք ունեցել եմ մի քանի բաներ, որ կատարվել են, որոնք սիրել եմ ես, ենթադրենք, ես սիրել եմ երաժշտությունը։ Չգիտեմ ինչի ես սլուխ ունեմ, կարում եմ, բայց ես չի ստացվել, որ նվագել սովորեմ։ Սիրել եմ նկարչությունը, լավ նկարել եմ, կա, բայց նկարիչ չեմ դառել, չի գնացել այդ կողմով։ Եվ այլն, ասես մի քանի բաներ կա, այսօրվա իմ ծառայության մեջ ներգրաված են բոլոր այդ հատվածներից բաներ, որ ես հասկանում, որ այն ինչ որ ես սիրել եմ, այսօր ու Աստված տվել է շնորհները, այդ պարգևները, հա, բայց դրանք այսօր ծառայում են իմ ծառայության մեջ որպես կոմպոնենտներ։ Այո, շատ հետաքրիր ձևի միացնում է։ Հա։ Միացնում է նրան, ինչը որ դու ասում ես, դե լավ, ես համաձայն եմ, որ սա պետք է անեմ, դու փորձում ես քո լավագույնը անել, եւ հետո նկատում ես, որ ախր արանքում կա այն ինչ որ ես ուզում եի։ Հա։ Երանգները, գույները, ինքը լցնում է դա, ու դու հասկանում ես, որ քո երազանքները միգուցե չեն եղել, բայց նաև եղել են։ Հա։ Իրա ձևով են եղել։ Այ կարելի է ասել, որ Աստված ամենայն դեպս հաշվի առնում է մեր ցանկությունները։ Անպայման ինքը լսում է։ Ոնց կենթանի Աստված ամեն ինչ լսում է։ Հա։ Եվ իհարկե դրա համար, երբ որ մենք ասում ենք եւ թող լինի քո կամքը, մենք պետք է հաշտվենք նրա հետ նաեւ, որ այն ինչ որ մենք ուզում ենք, ոչ մի բանը չի լինի։ Որովհետեւ եթե մենք ասում ենք եւ թող լինի քո կամքը, իր կամքը այդ կլինի։ նշանակում է իր կամքը կարող է լինի այն ձևով, ինչ որ չի համապատասխանում քո կամքին, քո ուզեն, դու ուղղակի պետք է դա արձակես։ Լիովին իրան տաս, լիովին վստահես, հանձնես, ամեն ինչ անջատես քեզանից, որ ինքը անի, որտեվ իր արածը լավագույնն է։ Այո։ Մենք կարող է աշխարհի հետ համեմատվելով, տեսնելով ինչ որ բաներ, պատկերներ վերցնենք, մտածենք, այ ես էլ կուզենայի, ես եւ այլն, բայց ինքը ավելի լավ գիտի մեզ ինչա պետք է։ Նաեւ երբ որ ամբողջությամբ տալիս ենք իրան այդ լիարժեք իրավունքը անելու այն ինչ որ ինքը ուզում է, իհարկե մի քիչ իրավունքը կոշտ եմ ասում, բայց որպես անց թողում ենք այդ մեզանից, ինքն էլ մեր այդ ուզածը, այդ մեր երազանքը բերում է, ամրացնում է այն գործին, այն ամեն ինչին ինչ որ տալիս է մեզ, տալիս է այդ գեղեցիկ գույնը, որ մենք տեսնում ենք, որ ասում ենք, բայց ինչի ենք սկսում սիրել մեր ծառայությունը, մեր գործը, որովհետև ինքը անում է իր կամքը, նաև մենք տենում ենք այն, ինչ որ մենք ուզում էինք, ուրիշ ձևով, ուրիշ բացատրությունով։ Ծառայության մեջ աճը ինչ է պահանջում մարդից։ Նվիրում, հավատարմություն, իրան ճանաչելու
ձգտում իր էությունը ամեն օր գտնելու մղում ես չեմ ուզում ասեմ իր հետ հանդիպելու մի քիչ դա ավելի խորը ինձ համար խորը ասված բան է հանդիպել իրանը բայց այդ մղումը ճանաչողության բերում է դրան որ դու իրան ուրիշ ձևով ես բացահայտում քո կյանքի մեջ ուրիշ ձևով ես ներկայությունը հասկանում ինչ զոհաբերություն է պահանջում այդ քո թվարկած ամեն ինչը ինչ պետք է մարդ մենք գիտենք որ ձրի ոչ մի բան չկա անվճար ոչ մի բան գոյություն չունի ցանկացած բան ունենալու համար մարդը ինչ որ մի բան պիտի տա իրան սեփական եսը այո ինքը իրան բաներ կա որ մենք պետք է պատրաստ լինենք մեր բնավորությունը որը վատն է կարող է մենք լավն ենք մեր աչքին բայց մենք բնավորություն ունենք որ վատն է այո որ այդ ծառայության ժամանակ քեզ պետք չի որ դու որպես քո անձ դու ինքդ քեզ լավ ճանաչելով որտեղ մենք մեզ լավ ենք ճանաչում մենք ինչ ձևով ենք կարող է մեր ընկերոջը ուրիշ ձև ցույց տանք երբ որ մեզ հարմար է բայց մենք գիտենք մենք ով ենք եւ այդ դա դնել որովհետեւ դու գիտես ոնց կարող ես արձագանքել բայց դու չես անում դա զոհաբերությունը այո ամեն քայլը զոհաբերություն է այո ամեն ծառայության մեջ առանց դրա զոհաբերում ես ժամանակդ զոհաբերում ես քո շատ դեպքերում տունդ քո ընտանիքդ ոչ թե նկատի ունեմ թողել առումով այն որովհետև սա պետքա սենց լինի որովհետև այս պետքա ավելի այո դրանք առանց դրա չես կարող հիմա իմ մասը կրթական մասը մի քիչ դրա հետ համեմատություն անեմ որ եթե դու ուզում ես լավ սովորել դու պետքա ժամանակ հատկացնես որպեսզի լավ սովորես այո եթե դու ժամանակ չես հատկացնում դու չես կարող գիրքը կարդալ այո եթե դու ժամանակ չես հատկացնում դու գրքի թեմաները չես կարող սովորել դրանից է բխումը որ քննություն չես կարող հանձնես եւ կկտրվես շատ հաջող ձևի այո նույնն էլ այդ ձևով է մենք պետք է մեզանից կտրենք մենք պետք է ինքը տենց է ուրիշ ձև չկա ուրիշ չի լինում իր հետ բանաձևը առանց դրա չի լինում Տիրոջ հետ քայլելը տիրոջ առաջ քայլելը անհնար է առանց զոհաբերության չի լինում ուղղակի այո զոհաբերությունը բոլոր առումներով երբեմն մարդիկ նորահավատների մասին կասեմ կամ միգուցե չել տարիներով արդեն եկեղեցու մեջ շատ խրթին են նայում որ ոնց կարելի է ընտանիքից կտրել ասենք այն ժամանակը որ երեխեքի հետ ես անցկացնում կրճատես դրանից ես սենց եմ մտածում եթե այդ ամեն ինչը մենք պահենք էլի նույն ձևով ոնց որ կար մինչև տիրոջը դառնալը մենք այն ժամանակ չենք տրամադրում տիրոջը այսինքն նշանակում է էլի ժամանակ չենք ունենա էլի չենք ունենա այն պայմանները որտեղ որ կարանք մի ինչ որ բան զոհաբերենք ինչ որ մի բան տանք իրան իհարկե ստանալը բոլորը սիրում են այո տալը շատ դժվար է մարդկանց համար մարդիկ ավելի վերցնող են քան տվող եւ այո
Ես էլ եմ լսել այդ արտահայտությունները, բայց ես մտածում եմ, որ Աստված նաև սովորում է այդ բալանսը ճիշտ, որովհետև չէ որ ընտանիքը ինքն է ստեղծում, Այո, ձևավորում։ Եթե մենք փորձենք այդ բալանսը ճիշտ անել, որ դու նաև տան մեջ պետքա ծառայող լինես։ այո, սա կարևոր պայման է։ Այո, այդտեղ է սովորում, Այո, հետո նոր դուրս գալիս։ Արդեն ինքը շատ սիրուն կձևավորի, որպեսզի այդ բաց թողում ընտանիքում չլինի։ կարելի է ասել, որ դա նույնիսկ մարդիկ խուսափում են, ասենց ասած քայլ անելուց, մտածելով, որ վերջ պիտի խաչ քաշեն իրենց ընտանիքի վրա, ընտանիքին թողեն մի կողմի վրա, լրիվ Աստծո հետ։ Իհարկե, այո, շատերը կանչում են, կարդում են այդ հատվածը եւ սխալ մեկնաբանություն են անում։ Միգուցե սխալ չէ, միգուցե իրանք այդպես են հասկանում, ես չեմ կարող ասել ով է սխալ, ով ճիշտ, միգուցե ուղղակի իրանք այդպես են հասկանում, բայց իմ կարծիքով, իմ անձնական դա կարծիքն է, որ եթե Աստված տվել է քեզ ընտանիք, նաև նա ուզում է, որ այդ ծառայությունը, որտեվ եթե դու ոչ մի տեղի ծառայություն չունես, դու քո ընտանիքում ծառայություն ունես, ծառայությունը կա։ Հիմա այդ նույնը, որ դու ուզում ես այնտեղ անես, դրսում, որ ընտանիքից հեռու է, բոլորին տեսեք, ես ոնց եմ ծառայում, չէ, դա դառնում է արդեն ոչ թե իր համար, այն մարդու համար, որ ցույց տաս ոնց ես ծառայում։ Եթե դու բաց ունես արդեն ընտանեկան ծառայության մեջ։ Այո։ Իսկ եթե դու այդ բալանսը ճիշտ ես պահում, նա այնքան ժամանակ է քեզ տալի, որ քո ընտանիքի հետ անցկացնես։ Եվ իմաստությունը, ոնց կարելի է անել։ Սիրուն ձևով անում։ Որ դու քո ընտանիքը այդ բացը չի նկատում։ Այո, իհարկե։ Որ դու ամբողջությամբ ծառայում ես։ Միգուցե շատ ժամեր։ Ծառայությունը ինքնին ենթադրում է Սուրբ Հոգու ներկայություն քո կյանքում, բայց միևնույն ժամանակ ենթադրում է նաև մարդ առաջնորդի ներկայություն, հա։ Մարդը երբ որ ծառայում է եկեղեցում կա իերարխիա, կան մարդիկ, ովքեր քո վերադասներն են Աստծուց նշանակված եւ կան նաեւ ստորադասներ, որոնց մասին քեզ Աստված դրել է, որ հոգ տանես։ Հիմա ես կուզենայի խոսել փոխհարաբերությունների մասին առաջնորդների հետ կապված։ Ինչ զոհաբերություններ են պահանջում ավակների հետ, առաջնորդի հետ ծառայության մեջ, ներգրավվելու մեջ։ Նախ պետք է մենք հասկանանք, որ եթե մենք եկեղեցում ունենք առաջնորդ կամ առաջնորդներ, դրանք արդեն վերից նշանակված ավակներ են։ Եվ մենք պետք է այդ պատասխանատվության զգացումը, հարգանքը իրանց նկատմամբ ունենանք։ Եվ չգիտեմ ինչքանով կարող եմ ասել, նույնիսկ եթե քո մտածածը, ասեմ, միգուցե անհամաձայնություններ են չէ լինում, օրինակ ծառայողի ու ավակի միջով, պետք է դու հասկանաս, որ նա ավակն է։ Նույնիսկ եթե դու որոշ անհամաձայնություններ ունես, պետք է հասկանաս ինչքանով է սա Աստծո հետ կապ ունեցող։ Սա քո անձն է, որ դու հավանություն չես տալի այդ ամեն ինչին, թե ինչն է այդ անհամաձայնության հարցերը։ Իհարկե, ցավոք շատ են հիմա այդ տեսակ բաներ եկեղեցիներում լինում։
Եթե հարցը դրան էր վերաբերվում իհարկե։ Ընդհանրապես եթե մարդը կարծիքով Ընդհանրապես մարդ պատրաստ չի զոհաբերությունների խոչընդոտների կհանդիպի։ մարդ փոխհարաբերությունը միշտ բարդ է, Պահանջում է զոհաբերություն։ անպայման, որովհետև բնավորությունները տարբեր են մարդկանց։ Մարդիկ գալիս են տարբեր տներից, տարբեր տեղերից, նորից էլի Տարբեր անցյալով, տարբեր բեռով եւ շատ դժվար է մարդ փոխհարաբերությունը։ Դա միակ Աստվածն է, որ կարողանում է բոլորի հետ լավ լինել, բոլորին սիրել։ Ես մտածում եմ ոչ մի մարդ չի կարող իդեալական հարաբերություն ունենալ երկրորդ անձի հետ։ Միշտ լինում են, որտեղ մարդկային հարաբերությունները այդպիսին են։ Դրա համար մենք մարդ ենք, իսկ Աստված է։ Այո, մենք պետք է այդ զոհաբերությունը անենք ամեն ձևով, դա էլ է զոհաբերություն, իհարկե։ Մանավանդ երբ որ Հարաբերությունների մեջ եկեղեցում, որովհետև եկեղեցում եթե մարդը ինչ որ աշխատանքի վայրում է ու իր վերադասը, այսինքն ինքը մտել է գործի ու ենթարկվում է այդ կառույցին, այդ կարգերին։ Այո, գոյություն ունեն սխեմաներ, սիստեմաներ գոյություն ունեն։ Աշխատանքի տեղում մենք գնում ենք, կա տնօրինություն, կա աշխատանքում որոշ կանոններ, որ մենք պետք է այդ աշխատանքի տեղում, եթե մեզ վարձել են, մենք աշխատող ենք, իհարկե մենք պետք է ենթարկվենք։ Մենք մեր աշխատողներին նրանք պետք է լսեն մեզ։ Որովհետև եթե ես հանձնարարում եմ ես ինչ որ մի բան, արդեն իրանք պետք է լսեն, ոչ թե ես անում եմ, որ ենթարկացնեմ, այն որովհետև տենց է կարգը։ Աշխատանքի Սիստեմն է այդպիսին։ Ու նույնը եկեղեցում է։ Աստված նշանակում է մարդկանց ավակներին ինձ առաջնորդելու համար։ Ու ես պիտի իմ անձը զոհաբերեմ, իմ եսը զոհաբերեմ ինչ-ինչ հարցերում, որպեսզի կարողանամ ծառայեմ, եթե ոչ արդեն կառաջանան կոնֆլիկտներ, բախումներ ու որը կբերի շատ ցավալի հետևանքների։ Մյուս հարցս կրթական համակարգին է վերաբերում, այդ հարթությանը։ Հայ դու շփվում ես Երևակայի մեծամասամբ երիտասարդների հետ, հա, եթե ուսանող ենք ասում, հասկանում ենք արդեն միանգամից երիտասարդներ։ Երիտասարդների հետ մանավանդ երիտասարդների հետ դժվար է, այնքան էլ հեշտ չի աշխատելը։ Ինչ նրանց հետ աշխատելուց ինչ զոհաբերությունների ես դու գնում։ Սկսեմ նրանից, որ ես բոլոր իմ ուսանողներին սիրում եմ։ Շատ կարևոր է, երբ որ դու ինչ-որ մի բան անում ես, լիարժեք սերներ դրանց, որովհետև այդ սիրո մեջ ունես համբերություն։ Այո։ Ունես իրանց ծառայելու այդ հավատարմությունը, իրանց լսելու ունակությունը, շատ կարևոր է լսելը, շատ։ Եվ այդտեղ արդեն գալիս է նորից զոհաբերություն, որովհետև երբեմն դու բաներ ես լսում, բայց պետք է անցնես այդ։ Ես չգիտեմ կարելի է կոչել դա զոհաբերություն թե չէ, բայց այո, պետք է քո ձևով չպատասխանես։ Դու պետք է հասկանաս, իսկ Աստված ինչ կասեր իրան։ Եթե ինքը ուղակի գնար կամ ոնց անես, միշտ ասում եմ, որ Տեր իմաստություն տուր, սերունդը փոխվում է, տարբեր են, ուժեղ են, մտածում են, որ իրանք ամեն ինչ կարող են, մի ժամանակ ես էլ էի տենց, եւ ես միշտ ասում եմ իմաստություն տուր, որ ես կարողանամ ամեն մեկի հետ, շատ դժվար է, բայց ես քանի որ շատ եմ իրանց սիրում, շատ օգնում եմ,
Ես այդ նվիրումը իրանք տեսնում են, որ լիարժեք է, որ ձևեր չկա, որ չեմ փորձում իրանց հաճեցնեմ։ Իրոք ուղղակի սրտանց սիրում ես։ Այո, ես չեմ փորձում իրանց հաճեցնել, որ իրանց համար լավ լինի։ Չէ, շատ դեպքերում վատ է լինում, բայց կարծում եմ այդտեղ էլ է բալանս, որ դու պիտի այդ ամեն ինչը զոհաբերես, քո էներգիան, քո ով լինելդ, քո ժամանակդ, որպեսզի ինչ որ մեկի համար լավ լինի։ Այո։ Հեշտ չի, որ դու ամեն ինչ անես, որ ինչ որ մեկի համար լավ լինի։ Ու արի այստեղ մի բան էլ նշենք, որ եթե մարդը օրը 8 ժամ, ասենք, աշխատանքի վայրում ժամանակ ու էներգիա դնում, ներդնումը դա իր գումարի համար։ Հա։ Բայց եկեղեցու ծառայությունը սա ուղղակի ազատ կամքից ելնելով բարի կամքով ուղղակի ներդրում է մարդկանց համար։ Այո, այդպես է։ Այ երևակայի եթե ինչքան շատ ծառայողները հասկանան դիմացինին ընկալեն որպես ազատ կամքով, բարի խղճմտանքով իր կյանքը ներդրած մարդու, կհասկանան, որ ինչքան էներգիա ու ժամանակ է զոհաբերվում կողքի մարդկանց համար։ Շատ դեպքերում հենց դու որպես ծառայող դա շատ կօգնի, որ դու սպասում չունենաս, որ քեզ հասկանա։ Հա։ Որ սպասում չունենաս, առաջ չընկնեմ, թե ես չգիտեի։ Չէ, արդեն խոսանք, որտեվ իրոք էսի կարևոր հարց է։ Ծառայողը պիտի սպասում ունենա, թե չէ։ Ոչ։ Ես դա նորից եմ ասում, երբ որ sense կտրուկ եմ պատասխանում, դա իմ անձնականը, ոչ մի սպասում չպետք է ունենաս, որովհետև դու պետք է վստահ լինես, որ ինչ որ դու անում ես Աստծո համար, իսկ եթե դու մի բան անում ես Աստծո համար, դու պետք է փորձես հնարավորինս լավագույնն անես։ Եվ Աստված միշտ քո վարձքը տալիս է, միշտ հիշում է դու ինչ ես անում, միգուցե այդ տեղում չի պատասխանում, բայց ինչ որ մի ուրիշ ձևով պատասխանում է, մի ուրիշ ձևով հոգ է տանում, մի ուրիշ ձևով հարցեր է լուծում, մի ուրիշ ձևով օրհնում է, մի ուրիշ ձևով բարձրացնում է, որովհետև ինքը տեսնում է, որ դու սպասում չունես։ Այո։ Բայց մարդկայինը իհարկե դու միշտ ուզում ես, որ մեկը ասի, լավ էր, ապրես լավ էր։ Կարելի է ասել, որ եթե մարդը իրոք սպասում էլ ունենում է, անհնար է, որ ինքը չհիասթափվի կամ չհուսահատվի, որտեղ մարդկանցից այն ձևով ոնց որ Աստվածա, ոնց ասեմ, ոնց որ գիրքն է ասում, գովասանքը թող Աստծուց լինի, այդ գովասանքը ոնց որ Աստծուց է գալի, մարդուց երբեք մարդը չի կարա ստանա։ Ու գալիս է հիասթափություն ցավոք այն մարդկանց մոտ, ովքեր որ մի փոքր սպասում են ունենում, մի քիչ էստեղ, մի քիչ այնտեղ, հետո հիասթափություն են ապրում, որ այդ գովասանքը, այդ իրանց սպասումները չիրականացավ։ Ես միշտ նկատել եմ, որ մարդիկ հիասթափվում են հենց այն ինչի պատճառով, որ ինչ որ իրանք անում են, կամ իրանք սպասում ունեն, որ այդ մարդը պետք է արձագանքի այն ձևով, ինչ ձևով իրանք ուզում էին, սպասում էին։ Միգուցե այդ դիմացինը նույնիսկ չի հասկանում, որ իրանից հիասթափվել են, որովհետև իրանք սպասում ունեին։ Այո։ Եվ ինքը իր համար ապրում է, չիմանալով, որ իրանից հիասթափվել են, որովհետև սպասում կար, որովհետև իրանք ասում են, չէ, դե պետք է սենց աներ։ Բայց ով ասեց, դա քո սպասումն էր, դա քո անձնական սպասումն էր։ Դու ես հիասթափվում այդ մարդուց, դու ես մենակ մարդուց չէ, գործից,
ծառայությունից, որովհետև դու սպասում ունեիր։ Այո։ Սպասում պետք է ունենաս Աստծուց։ Ինչ որ անում եմ քո համար եմ անում, ինչ որ անում եմ հանուն քեզ եմ անում, ինչ որ լինում է քեզանով է լինում, ու ինչ որ պիտի անեմ քո համար պիտի անեմ։ Ու վերջ։ Իմ Ուրիշ կարծիքով սպասում չկա։ երևի ասենք ես սենց լսել եմ բաներ, ինքս էլ ուշադրություն եմ դարձրել դրան, որ մարդիկ, ովքեր որ սպասում են ունենում, հա, ուրիշ մարդկանցից, մի քիչ ինքնակայացման խնդրեմ ունեն։ Ու այդ ինքնակայացման պակասը դրդում է, որ սպասումներ ունեն, բայց եթե մարդը Աստծո հետ հարաբերությունների մեջ կայացման կարիք ունի, որը որ շատ ավելի ճիշտ շարժառիթ է, կարծում եմ, այդ մարդը մարդկանցից էլ ինչ որ սպասումներ չունենա, այ ոնց որ ասեցիր, կձգտի։ Այո, կձգտի։ Սենց մի հատ ներբություն կա այս հատվածում, նայեք, որ չլինի, որ ամեն մեկ անում է, որովհետև սպասում չունի։ Գիտեք, քանի որ մարդկություն ենք, մարդու հետ փոխհարաբերության կոդեր կան։ Այսինքն Աստված ստեղծել է մարդկանց եւ մարդիկ պետք է իրար հետ փոխհարաբերվեն։ Պետք է այդ շփումը լինի։ Ինչ որտեղ պետք է այդ սպասումը լինի, դիմացինից քաջալերանքը, հասկացողությունը, բարձրացնելու ունակությունը, ավելի շատ հիմա մի քիչ փոխվել է, գցում են, չարախոսում են, բամբասում են, չեն ուրախանում ուրիշի ուրախությամբ, ավելի կլացեն, քան ուրախանան, որ հաջողվել է, ցավոք, բայց մարդկային հարաբերությունը, եթե Աստված ստեղծել է մարդկություն, պիտի այս սպասումները լինեն։ Այդ անկախ քեզանից է լինում, մեր էությունն է այդպիսին, այդ սպասումները։ Դրա համար լավ կլինի, որ սա չվերագրվի, եթե դու ասում ես սպասում չունենամ, դա կբերի անտարբերության մեկը մյուսի հանդեպ, չէ, դա սա մի քիչ նուրբ երանգ։ Ճիշտ պիտի հասկանանք, դուք պետք է ճիշտ հասկանաք, ճիշտ ընկալեք ինչ նկատի ունենք։ Խոսքը գնում է ծառայության մեջ, բայց նույնիսկ ծառայության մեջ լավ կլինի, եթե շուրջը մարդիկ կան, իրար քաջալերեն։ Այո։ Իրար բարձրացնեն։ Իրար մասին հոգ տանեն, որտեղ անսխալական մարդիկ չեն լինում։ Այսինքն հեշտ է մեղադրելը, ասել լավ չէ, վատն է, չստացվեց, սխալ էր, բայց չէ, մարդը կարիք ունի, հա, ոչինչ, հələ մի հատ նորից փորձենք։ Մի հատ ոնց անենք այս ուղը։ Կարծում եմ դա շատ կարևոր է, որ ճիշտ ըմբռնվի ինչ նկատի ունեմ, սպասում չունենալ։ Այո։ Հանուն արդարության ասենք, որ խոսքը չի գնում սպասում չունենալու մասին, որ ուղղակի ով ինչ ուզում ասի, ես անեմ, հա, դա չի։ Հակառակը, որ ուղղակի շարժառիթը չլինի դա։ Այո։ Շարժառիթը չլինի, բայց իհարկե քաջալերանքը դա թեվա տալի, դա մարդուն բարձրացնում, մարդը հասկանում է ինքը ճիշտ անում, սխալ է անում։ Ի վերջո հասկացված եմ ուրեմն։ Այո։ Շատ կարևոր է, մարդը միշտ ուզում է հասկացված լինի։ Իսկ այ ինչն է ամենաշատը ծառայության մեջ, որ մարդուն թևաթափ անում, հիասթափացնում է։ Քո կյանքում օրինակ որն է եղել։ Չեմ կարող հիմա տենց մտաբերել կոնկրետ, բայց կարծում եմ չհասկացված լինելը։ Որ չէ, մի քիչ էլ չի։ Ես արդեն այնքան եմ ամեն ինչը անցնում, որ չեմ կենտրոնանում, օրինակ ինչը կարա հիասթափացնի, հիմա մի քիչ դժվար է, ինչ կարա հիասթափացնի, որովհետև գիծ կա, դու գնում ես հետ գծով։ Իհարկե ես ընտրել եմ այստեղ թևաթափ բառը, ոչ թե հիասթափել, որտեղ հիասթափվելը ավելի հեռացնում է քեզ, բայց թևաթափ լինելը դա մի քիչ sense որ ծանրանում է վիճակը ավելի, քան թե լավ կլներ, որ այլ կերպ լիներ։
օրինակ ազնվությամբ իմ մոտ եղել է, ես մտածել եմ այս թեմայով, ինձ թևաթափանում, երբ որ մարդը չի սիրում Աստծուն, տենց էլ չի գալի Աստծուն սիրելու, Աստծուն ճանաչելու այդ ձգտողությանը։ Դա ինձ թևաթափանում, էլ կոպիտ ասած էլ ոչ մի նպատակ էլ չի մնում, արդեն մնացած ամեն ինչը կորցնում է իր իմաստը։ Երբ որ ներդնում ես մարդու կյանքում, փորձում ես այն քո կյանքով վկայես Տիրոջ ողորմություն, որ եղել է ու ամեն ինչ որ իրանել լավ սպասում է, բայց միևնույն է մարդը չի գալի։ Աստծո ճանաչմանը, ոստեղ ուղղակի կորցնում ես էլ արդեն ամեն հույսը, որ նպատակել էլ չի լինում։ Լավ, իմ վերջի հարցը Մարինե ջան։ Սա արդեն, ասենք ասենք, մեծ տարիքի ծառայողների համար է ծառայությունը փոխանցելու մասին։ Այ ինչ զոհաբերություններ է պահանջում ծառայությունը արդեն նոր սերունդին փոխանցվելու դեպքում։ Մի քիչ բարդ թեմա է էսի, բայց ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետև ես ավագ ծառայող չեմ, ես չեմ մտնում սրա մեջ, բայց ես կարծում եմ, որ Աստված ամեն ինչ իր ժամանակին դնում է, եւ մարդիկ այդ փոխանակությունը լինում է։ Դա եւ շատ նորմալ է նայում, որտեղ մարդիկ բարձրանում են, մարդիկ սերունդ է բարձրանում։ Հիմա համասարանում շատ ծառայողներ ունենք, որ իրանք բարձրանում են։ Ունենք երիտասարդ դասախոսներ, դա շատ նորմալ է նայում։ Ոչ թե նրա համար, որ ավագ սերունդը լավը չի, այն որովհետև ի վերջո մենք պետքա մարդ բարձրացնենք։ այո։ Մենք ամեն անգամ պետքա բարձրացնենք երիտասարդներին, դա այդպես է։ Երբ որ ասում է աշակերտեցեք, դա վերաբերում է բոլոր բնագավառներում։ Իմ կարծիքով եւ շատ նորմալ է։ Ես շատ առողջ եմ նայում։ Այո։ Շատ ճիշտ եմ նայում։ Եթե գալիս է ժամանակ, Աստված շատ գեղեցիկ ձևով այդ սերնդափոխությունը անում է։ Եվ նա նորմալ է։ Կարելի է ասել, որ Աստված ինքն էլ շատ լավ գիտի ում ժամանակը երբ է։ Այո, եթե մարդը չի միջամտում, որտեղ գոյությունն է նաև մարդկային գործոններ, Աստված շատ սիրուն սերնդափոխություն է անում։ Իր ժամանակին, իր ձևով, իր ճիշտ ձևով։ Երևակայ էստեղ էլի գալիս է ասենց ասած, ոնց որ այն սկզբում էր, որ մարդը, ոնց որ խոսեցինք մեր հաղորդման սկզբում, որ պիտի հրաժարվի իր եսից, գալիս է նաև վերջում նույն հարցի առաջականգնում, որպեսզի հրաժարվի իր եսից ու թողի, որ Աստված բնականon ձևով սերնդափոխություն անի։ Ես մտածում եմ, եթե դու մի ծառայող ես, որ դու միշտ բարձրացնողի դերում ես եղել, շատ հեշտ է։ Այո։ Այո։ Բայց եթե դու մի ծառայող ես եղել, որ դու չես էլ բարձրացրել մարդիկ, որովհետև դու չես ուզել բացի քեզանից ուրիշ մեկը բարձրանա, այդտեղ դու խնդրեմ ես ունենալու։ Դու առողջ չես նայելու։ Դու ասել ես, չէ, ես գիտեմ, ամեն ինչ ես եմ կարող, չէ, տենց չի լինում։ Բոլորն ծանր լինելու։ Հա, ուղղակի քեզ համար ծանր է լինելու։ Պետք է դու ազատ լինես այդ հարցում, պետք է հասկանաս, որ դա նորմալ է, մարդիկ պիտի բարձրանան։ Դա ճիշտ է։ Կարելի է ասել, որ մարդը արդեն իր, ասենց ասած, ծառայության այն միջին տարիքից պիտի սկսի մտածել այս։ Ես կարծում եմ սկզբից։ Սկզբից։ Շատ ավելի լավ։ Ես կարծում եմ սկզբից դու արդեն, երբ որ դու քայլում ես, դու տեսնում ես մեկն էլ է քայլում, դու արդեն իրան պետք է օգնես, որովհետև դու այդ մի քիչ անցել ես, դու իրան ասում ես, արի սենց արա, սենց հեշտ է, էլի, այտենց հանկարծ չանես, որովհետև սենց օգտակար է, սենց ավելի շուտ կհասնես։ Մեկը տեսնում ես, ես մենք նաև ունենք թարգմանչական խումբ, բացի կրթականից,
Եվ երբ որ այնտեղ գալիս էին թարգմանիչներ, որ նոր են, չգիտեն, ընդհանրապես շատ տեղեր գնացել են, ասել են դե դու չգիտես այդ լեզուն, քեզ ինչի տապեք։ Երբ որ գալիս են ու մեր թիմը ինչ ձևով է աշխատում իրանց վրա, բարձրացնում ու իրանք դառել են հիմա լավ մասնագետներ, այո, ես ուրախանում եմ։ այո։ Ես Սեն մարդիկ, ովքեր որ կարող են վերցնել այդ էստաֆետը, այո, այո, ես շատ հանգիստ, ըհը, շատ հանգիստ։ Տեսնում շատ, էս ինչ լավ բան է։ այո, Պետք է մարդ միշտ ուրախանա, առողջ լինի։ Իրանց համար հեշտ է, ըհը, դժվար է լինում նրանց համար, ով չի պատկերացնում։ այո։ Դա է։ Մարինե ջան, շնորհակալ եմ Ես այսօրվա եմ հաղորդմանը շնորհակալ։ մասնակցելու համար, մեր հարցերին պատասխանելու համար, կիսվելու համար։ Սիրելի բարեկամներ, այսքանով վերջացնում ենք մեր այսօրվա հաղորդումը։ Գրեք մեզ ձեր հարցերը, եթե ունեք հարցեր այս թեմայի վերաբերյալ եւ առհասարակ, հետևեք մեր հաղորդումներին, կհանդիպեք հաջորդ անգամ։ Եղեք օրհնված։